Բարի լույս սիրելի բարեկամներ, երեկ ավարտվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ազգային ժողովի համամասնական ցուցակի առաջին 50 համարների քվեարկությունը եւ մենք ունենք արդեն նախնական արդյունքներ, որոնք հրապարակվել են։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր պատվիրակներին նման արդյունքների համար, իմ գործընկերներին, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել ինձ անձամբ տված քվեների համար, բայց ես հիմա ուզում եմ խոսել այլ բանի մասին։ Ուզում եմ հարգելի բարեկամներ, որ դուք ուշադրություն դարձնեք, թե ինչպես է այս պահին ըստ էության կառավարող կուսակցությունը ձևավորում իր ցուցակը հաջորդ ընտրություններում մասնակցելու համար, ինչպիսի մրցակցային միջավայրում, քարոզարշավով, հրապարակային քարոզարշավով է դա տեղի ունենում, եւ սա խոսում է մեր սկզբունքների մասին ժողովրդավարության, որովհետև առանց ներկուսակցական ներքին ժողովրդավարության մենք նաև չենք պատկերացնում երկրում ժողովրդավարությունը, եւ դուք պետք է ուշադրություն դարձնեք նաև այլ քաղաքական ուժերի ժողովրդավարության կամ ժողովրդավարության մակարդակին, որովհետև եթե այդ ուժերը ժողովրդավար չեն բնույթով, նույնիսկ ժողովրդավարական ընտրություններով ձայներ հավաքելով, նրանք ժողովրդավարական մեխանիզմներով չեն կառավարելու երկիրը, հատկապես այն ուժերը, որոնք արդեն կառավարել են երկիրը, երբ որ պարզապես մի հոգի որոշում է ամեն ինչ իրենց կուսակցությունում, սովորաբար դա իրենց երկարամյա առաջնորդն է կամ տվյալ դեպքում հիմական օլիգարխներ, որոնք որոշում են այդ կուսակցությունների ճակատագիրը, եւ այդպես է լինելու նաեւ եթե նրանք լինեն իշխանության, թեև ես վստահ եմ, որ դա երբեք էլ չի լինելու, որտեղ մեր ժողովուրդը երբեք չի հետ տալու իր իսկ իշխանությունը, իսկ իր իսկ իշխանությունը ժողովուրդը իրացնելու է ժողովրդավար ուժերի միջոցով, որի լավագույն դրսևորումը այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է իր այսպիսի ինստիտուտներով, այս ինստիտուտների կայացմամբ, սա ըստ էության, ես այս բառը չեմ սիրում, բայց սա աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախկինում էլ է ընտրություններ անցկացրել, օրինակ վարչության ընտրությունները, որոնք միշտ այսպես են եղել եւ ես էլ արդեն երրորդ անգամ օրինակ վարչության անդամ եմ նույն ընտրություններով, երեքական ըստ էության տարի ժամկետներով, նախկինում էլ է ազգային ժողովի ցուցակ կազմավորել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ մասնակցում էր 2017-ի ընտրություններին, բայց այն ժամանակ ՔՊ-ն եղել է ընդդիմադիր ուժ, իսկ հիմա ըստ էության կառավարող ուժը եւ նրանից շատ բան է կախված եւ հենց նաեւ դրա համար է, որ քաղաքացիական պայմանագիրը այսպիսի ժողովրդավարական մեխանիզմներով է իրացնում իր ըստ էության լիազորությունները մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին եւ նույն կերպ էլ կառավարում է երկիրը եւ շարունակելու է կառավարել։ Բոլորիդ լավ կիրակ եմ մաղթում, իսկ մեզ սպասեք Երևանի տարբեր անկյուններում։ Ցտեսություն։